Համապետական ընտրությանն ընդառաջ քաղաքական դաշտն ակտիվանում է։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը փոփոխությունների ամենաիրատեսական տարբերակը համարում է ընտրությունները։ Չնայած դեմ չէ նաև փողոցային պայքարին ու իմպիչմենթի գործընթացին։ Բացառիկ հնարավորություն եմ տեսնում, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններով հունիսի 7-ին հնարավոր են Հայաստանում որակական փոփոխություններ կամ իշխանափոխություն։ Մեծ հնարավորություն եմ տեսնում։ Իհարկե, դա չի նշանակում, որ մենք բոլորս պիտի նստենք եւ սպասենք հունիսի 7-ին, որ մի հրաշք պիտի տեղի ունենա։ Փոփոխության համար առաջիկա 2-3 ամիսներին պետք է ձևավորվեն մի քանի ընդդիմադիր կենտրոններ, որոնց հասարակությունը վստահում է։ Հիմնվելով սոցհարցումների վրա Սուրենյանցը կարծում է այդպիսի 4-ից 5 ուժ կա։ Ես կոնսոլիդացիոն կենտրոններից ամենաարժանահավատը համարում եմ պարոն Ծառուկյանի ձևավորված կենտրոնը, մանավանդ որ Գելափի հարցումները, վերջին հարցումները ցույց են տվել, որ ով կարող է առաջնորդել հասարակության հոգևոր եւ հասարակության առողջացումը եւ միասնությունը նման հարցադրման տակ, այսինքն ով կարող է հասարակական կոնսոլիդացիայի մեջ մեծ նպաստ ունենալ, այդ հարցման պատասխաններով պարոն Ծառուկյանի երրորդ տեղում էր Միքայել Աչապայանից եւ ամենայն հայոց կաթողիկոսից հետո։ Այս համատեքստում Սուրեն Սուրենյանցը կարևորում է Գագիկ Ծառուկյանի հեղինակած «Առաջարկ Հայաստանի» նախագիծ կոնցեպտը, որին դեռ ամիսներ առաջ իր աջակցությունն է հայտնել Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը։ Մեր կուսակցությունը հաջորդ շաբաթվանից սկսած շատ ակտիվ մասնագիտական եւ հանրային քննարկումների շարք է նախաձեռնում, որpիսի մենք էլ մեր առաջարկային փաթեթները ներկայացնենք այդ մեծ առաջարկի մեջ եւ ձևավորենք քաղաքական օրակարգ։ Կարևոր է նաև, որ ընդդիմադիր ուժերը անկախ հակասություններից երկու հարցում միասնական լինեն։ Առաջինը Հայաստանում քաղբանտարկյալների ազատման հարցն է, երկրորդը հակաեկեղեցական արշավի կասեցումը։ Սակայն Սուրենյանցը ուտոպիստական է համարում ընդդիմության միասնական ցուցակով ընտրության գնալու մոտեցումը։ Ընդհանրապես այդ միասնական ընդդիմության թեզը միշտ անցած 30 տարիներին գցել են իշխանությունները։ Որ հետո ասեն ժողովուրդ տենում եք ինչքան անմիաբան վատ ընդդիմություն ունեք, չեն կարողանում միավորվել։ 2026-ի ընտրությունները սովորական ընտրություններ չեն։ 2026-ի ընտրությունները հարակվե են։ Ժողովուրդը պետքա գնա ընտրության, ընտրելով կամ Հայաստանի Հանրապետությունը, կամ Արևմտյան Ադրբեջանը։ Հասարակությունը պետք է գիտակցի, որ 2021-ին իշխանության վերարտադրության գինը Արցախի կորուստն էր։ Սուրենյանցի կարծիքով 2026-ին Փաշինյանի վերընտրվելու գինը Հայաստանն է լինելու։ Նա վստահ է, ընտրողների 55%-ի մասնակցության դեպքում իշխանությունը վերարտադրվելու ոչ մի շանս չի ունենա։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։